Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ Իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով Արարատ ցեմենտ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը հայտնաբերել է մի շարք խախտումներ, մասնավորապես Արարատ ցեմենտ ընկերությունը 2008 թվականից սկսած տրավերտինի եւ կավի արդյունահանման նպատակով լիազոր մարմնից ստացել է ընդերկօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր, այնուհետև ընկերությունը տարեկան վարձավճարները եւ գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով խախտելով Հայաստանի օրենսդրության պահանջները իրականացրել է ապօրինի ընդերկօգտագործում։ Դատախազը հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշները հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին։ Արարատ ցեմենտը հանձնվել է պետությանը, դատարանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը։ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրա փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ 2006 թվականի հուլիսի 13-ին գլխավոր դատախազության կողմից հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, Արարատ ցեմենտ ընկերության բաժնետոմսերի կառավարումը եւ պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է։ Քննչական կոմիտեն առերևույթ փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ մեղադրյալը անդամակցելով հանցավոր կազմակերպությանը հանդիսանալով համակարգչային հափշտակություններ եւ փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծված ընկերության տնօրեն ստեղծել ու գործարկել է կեղծ կամ ձևական բովանդակությամբ համացանցային կայքեր ու ինտերնետային հարթակներ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար։ Հուլիսի 16-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում հրազդանային վնասվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, ում կյանքին վտանգ չի սպառնում, նախաձեռնել է քրեական վարույթ։ Էջմիածին խոշորացված համայնքի Արշալույթ բնակավայրում հերթական տունն են թալանել, տուժած ընտանիքի անդամները բացակայել են տանից, ապա վերադառնալով տուն հայտնաբերել են, որ անհայտ անձը կամ անձինք տան գետնամասի հատվածում գտնվող պատուհանի երկաթյա ճաղավանդակը եւ եվրոպատուհանները հարմարեցված առարկայով բացելու միջոցով մտել են տուն, խառնել ննջասենյակների իրերը, այնտեղից գողացել ոսկե շղթա, մատանի, կախազարդ եւ գումար, նախաձեռնել է քրեական վարույթ։